Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։ Բարև ձեզ Տիկին Դիլբարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես դատավարությունները շարունակվում են 3 այսպես ասեմ խափանման միջոցը փոխվեց Միրան Մաղսուդյանի եւ Դավիթ Գալստյանի, չգիտեմ դա որքանով է փողզիջում, ես գիտեմ որ դուք շատ լավ եք ճանաչում գնդապետ Մաղսուդյանին, գիտեք ինչ հայրենանվեր գործով է զբաղված, ել չեմ ասում Արցախի այո ազգային ժողովի падգամավոր Դավիթ Գալստյանին, դե այս շինծու այս բաները քիչ առաջ էր, դուք այստեղ եք, մենք խոսում էինք Խաչիկ Մանուկյանի հետ, նաեւ հետևում էիք, գիտեք որ այնտեղ մի քանիսի վրա օրինակ Արմեն Ալեքսանյանի վրա ձվածեղ պատրաստելու համար, այսպես բան գործ են հարուցել։ Երկու տեսանկյունից, հա, մի հատ խնդրեմ, ուզում եմ որ Տիկին Դիլբարյանն էլ հետևի, ուրեմն այնքան փոքրոքի մարդ է եւ առաջին կամ այնքան վախկոտ մարդ է Նիկոլը, որ սովորական քաղաքացի Արմեն Ալեքսանյանը այսպես հումորային բաներ էր անում, որ հիմնականում առանց ունենալով այն, որ այս հողակտորն էլ ես դու տալու, սա էլ ոնց որ թե այս պահին բանի պետք չի տուր, կամ ես արագ ես բերքը հավաքենք թուրքերին չտանք, հա, դուք պատկերացրեք, որ այս անձի նկատմամբ ես քիչ առաջ ասեցի սոցիալապես խայտարակ ծանր պայմաններում 3 անչափահաս երեխա ունի տարիքով ծնողներ եւ նույն վիճակում են իրենք, դուք գիտեք որ նաեւ գրավ է դրվել, մի դրվագ էլ խնդրում եմ շատ կարճ նաեւ ցույց տաք հիմա Արմեն Ալեքսանյանին, այսպես այս մարդը շարունակվում է կալանավորված մնալ, 16 հոգին շարունակում են կալանավորված մնալ, այս մարդկանց հանդեպ իբրև թե մեծահոգի գտնվեց եւ խափանման միջոցը փոխեց, բայց 5 միլիոն դրամ ես գիտեմ որ շատ մեծ ահերի ծանր բերը իրենց համար, տեսեք, քաղաքացի հեռախոսով այսպես նկարում են, փոքրիկ կես դրեք, կես րոպեանոց ինչ որ մի բան։ Ահա։ Հələ այս հավատանում։ Ժողովրդական խոսքով։ Մի փոքր ջերմոց եմ եկալել։ Պրոստը քեզի զգուշացնում եմ, որտեվ գյուղի ժողովուրդը արդեն վախեցել է քեզանից, գյուղատնտեսությամբ էլ չի զբաղվել։ Ճիշտ բան ասում ես։ Ես եկել եմ ասեմ, որ նորմալ է սա։ Հիմա նայեք, ծակերը բացել է, որ թաղար դնեմ, այս վերքից օգտվեմ էլի, դե մի քիչ էլ ես թալանեմ, դուք ոնց եք թալանում այդքան, այս Հայաստանը թալանը բրծել ես։ Բայց մի բանն է վատ, որ Թուրքիային է մոտիկ ես Արաքս գյուղը։ Այս վերքից օգտվեմ բրծնեն, նոր եթե ուզենաս հանձնելու լինես, պարոն Փաշինյան, խաբար կանես, որ սաղս դուրս գանք, մեզ էլ հետո չգնես իրանց նկարները դիր, մարդ չգիտի լատ է, խնդա, այս ինչ օրի ենք, ու այս մարդուն տարերա կալանավորել է։ Եվ դեռ խոսում են ժողովրդավարությունից, չգիտեմ ինչի մասին, եւ գումարներ ուզում, գլխավոր առաքինությունը համարում են այն, որ պարզվում է բռնատիրական Հայաստանում իրենք արդարադատություն են բերել։ Եվ ստանում են միջազգային այսպես դրամաշնորհներ, դատաիրավական համակարգում, ներքին գործերում, այսպիսի գործեր այսպես կարելու համար։ Գիտեք, երևի երբեք Հայաստանում խոսքի ազատությունը այս աստիճան շրիշակի ցածր մակարդակի վրա չի եղել։ Սա ձեզ ասում եմ մարդ, որ 90-ականներից եղել է առաջատար լրագրող, մամուլում միշտ, այո, սկսյալ առաջին նախագահից վերջացրած այս վարչապետով եւ միշտ հետևել եմ եւ այդ չգիտեմ զարհուրելի անկոմը որ գոյություն ունի, տեսեք խոսում ենք, ես էլ հումորով այսպես դառը օգտագործեցի փողզիջում բառը, ինչի համար ենք ուրախացել, որ Արցախի բռնազավթված եւ ցեղասպանության ենթարկված Արցախի հանրապետության ազգային ժողովի падգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխել է։ Նախ պարզ չէ այդ մարդուն ինչու էին ձերբակալում եւ այն էլ ձերբակրեական գործ հարուցել եւ ընդ որում խափանման միջոցն էլ ընտրել կալանքը։ Հայաստանում այլևս ընդդիմախոսների համար միակ խափանման միջոցը դա կալանքն է։ Մարդուն մեկուսացնում, կոտրում են 3 երեխաների հայր, անչափահաս եւ անտուն, ամեն ինչ Արցախում թողած եւ ընդհանրապես ինչ ապօրինի քայլ է կատարել Դավիթ Գալստյանը։ Կամ նույնը վերաբերում է Միրան Մաղսուդյանին, այնտեղ բազմաթիվ մարդիկ կան, որոնց մեղքը բացարձակապես ապացուցված չէ, որոնց վտանգավորության աստիճանը ընդհանրապես գոյություն չունի, եւ այդ մարդկանց հանդեպ խափանման միջոց կիրառել կալանքը,
դա զարհուրելի անարդարություն է։ Եվ մենք հիմա պետք է ուրախանանք, որ գոնե այդ մարդկանց հնարավորություն է տրվել տուն գնալ, բայց դրանց գումարը տան։ Որտեղից 5 միլիոն դրամ են ուզում։ 12000 դոլար որտեղից պիտի տանես։ Վիթխարի Այս մարդը կարողանում է իր երեխաներին պահի, տնից, աշխատանքից, հայրենիքից ամենից նույնը Մաղսուդյանը աշխատանքից հեռացրել։ Աշխատանքից ինչի հեռացրեցի, որտեղ ասում ես ինչ եք անում, հողերը տալիս եք, գիրանցը տալիս եք, տավուշը տալիս եք, ինչ եք անում։ Դա սարսափելի է։ Եվ եկեք չխոսենք այն մասին, իսկ Լիդիա Մանթաշյանը, ես սարսափած չեմ հասկանում, այդ ինը ինչ վտանգավորության աստիճան ունի, որտեղ է դա ապացուցվել եւ ինչ է արել ինքը։ Ընդհանրապես այդ գործով խափանման միջոց կալանքի տակ գտնվող բոլոր մարդիկ պետք է ոչ թե նրանց խափանման միջոցը փոխվի այն էլ այդ անմարդկային գրավի միջոցով, այլ նրանց պետք է բաց թողնեն եւ ներողություն խնդրեն։ Ես կարծում եմ Արցախի падգամավորից պիտի ներողություն խնդրեն։ 12000 դոլար է ուզում, ի՞նչն է, էնել ասում է կգնաս տանը, ո՞նց է ապրելու, ի՞նչ է անելու։ Որտեղից է գտնելու այդ գումարը։ Դա հատուկ արվում է մարդկանց նսեմացնելու եւ ապացուցելու համար, որ նրանք ոչնչություն են, իրենք ամենակարող են։ Դատարաններն իրենցն են, դատախազներն իրենցն են, կուզեն բակլան խաշած կցանեն, կուզեն ընդհանրապես չեն ցանի։ Դա սարսափելի է։ Հայաստանում խոսքի ազատության եւ դատաիրավական համակարգի այս աստիճան կառավարելիություն կախում գործադիր իշխանության ղեկավարից երբևէ չի եղել։ Ամենայն պատասխան, ընդ որում անգամ աննշան զանցանքների համար։ Եվ ես ունեմ առերևույթ հիմնավոր կասկած, որ այս ամենի պատճառը այն է, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը ծանոթ լինելով հանրության տրամադրություններին տեսնում է, թե ինչպես է հասարակությունը արդեն, այո, հասկանում, թե որքան կործանարար է իրենց քաղաքականությունը։ Ինչքան իջնում է իրենց վարկանիշը, այդքան դաժան եւ անզիջում են դառնում դատաիրավական այդ օրինակ Լիդիան Տիկին Դիլբարյան փակելով ինչ է ուզում ցույց տա։ Այսինքն ուզում ասում է Տիկին Դիլբարյան քեզ էլ կարող եմ Անժելային, մյուսի բոլորիդ կարող եմ, բոլորիդ, ամեղ, բացարձակ ոչ մի բան չներքաշված Աստծո խոնարհն էր Լիդիա Մանթաշյանը, Աստծո խոնարհը։ Ինչու նրան պետք է կալանքի ենթարկեին։ Չգիտեմ, դա երևի դատա շուտով ես կարծում իրավաբանները առիթ կունենան գրքեր գրելու այն մասին, թե ինչպես չի կարելի վարել քրեական գործելը եւ ընդհանրապես ինչպիսի սոսկալի անարդարության մեջ է հայտնվել Հայաստանը։ Հաջորդ թեման, տեսեք, սպասում է վաղ շաբաթում ընտրություններ, տեսակետ կա, որ այսինքն տեսակետ որ կա ներքին այսպեսի բան կա պայմանավորվածություններ ունենալն են, որ եթե հանկարծ ԿՊ-ն հաղթի Արգիշտի Մեխակյանը, այնտեղ մեկին էլ ինչ որ մեկին կողքից բերել են մեծահարուստի, հա, եթե հանկարծ հաղթի, ուրեմն այդ հաղթանակ իրենք վերակ չէ։ Եթե ԿՊ-ն հաղթի Արգիշտի Մեխակյանը եւ մեկին էլ բերել են կողքից իբր կապ չունի, բայց էլի ԿՊԱ-ական է։ Իրենք ուրեմն արշավ է սկսելու հայ առաքելական, այո, եկեղեցու նկատմամբ, սա նշանակում է վերջ, արագացնել են, ընդ որում հնարավոր է որ շատ ավելի շուտ կազմակերպեն ընտրություններ։ Իսկ դուք գիտեք, եթե ընտրությունները կազմակերպվեցին, ինքը մնաց 2 ամսից թուրքերը մտնելու են։ Չգիտեմ, դուք եք այդպես կարևորում այս ընտրությունները եւ ինչ ունեք ասելու Արգիշտի Մեխակյանին, հերոսի որդի է, բայց այսօր որոշել է ձեր սեղմել այն ԿՊ-ի, որ Արցախը համարում էր Ադրբեջան եւ շարունակում է տարածքներ անձել, ինչ որ մարդիկ ասում են լավ տղա է Արգիշտի Մեխակյանը։ Դա ահավոր ծիծաղելի է։ Ես հասկանում եմ եւ ամենայն խոնարհումս իր հորը, բայց այս պարագայում ակնհայտ է, որ ինքը բացարձակ ոչ մի առնչություն չունի հոր վաստակի հետ եւ ես խնդրում եմ, ես նաեւ շատ այլ լրատվամիջոցներում տեսնում բոլորը այսպես նրա անվան դիմաց դնում են հերոսի որդի։ Հիմա ոնց որ Արամ Սարգսյանի բան անվան դիմաց գրեն Վազգեն Սարգսյան, Արամ Սարգսյանն ասում է մենք չաղ ու բախտավոր ապրել ենք թուրքերի հետ։ Իր հերոսական կյանքը ընդ որում ինքը լինելով մանկավար ուսուցիչ, ամենաազնիվ առաքելության մարդ,
իր ամբողջ կյանքով ապացուցեց, որ Արցախը եւ Հայաստանի յուրաքանչյուր հողի կտոր իր համար թանկ է ու ինքը պատրաստ է ամեն ինչ անել այն շրջացնելու համար եւ պետք չէ այդ մարդու հերոսական վաստակը ինքնաբերաբար տեղափոխել նրա որդու վրա, որը ըստ էության հիմա ես նայեցի նրա հարցազրույցը պարզապես անհարմար էր, գիտեք որդիները ինչպես ասում են միշտ չէ որ իրենց հայրերի գործը շարունակում են երբեմն անառակ են լինում երբեմն կա այն հայտնի այո անառակ որդիները անառակ որդու համար այնտեղ ճիշտ է դա շատ հուսալի առակ է որովհետև այնտեղ անառակ որդին զղջում է գալիս է եւ հայրը կարողանում է ներել հիմա Մեխակյանը չկա ես համոզված եմ որ երկնքում ես հավատում եմ ոգիների անմահությանը ինքը պարզապես ծայրագույն դժվար իրականության մեջ է եւ դրա համար դադարեցրեք Արգիշտի Մեխակյանի կողքին այո դնել այդ հերոսի որդի անունը իսկ ինքն էլ այո դեռ ուշ չէ մտածել չնայած ես համոզված եմ որ ոչինչ էլ այլևս չի լինելու ինձ թվում է ինքը իր Ռուբիկոնն արդեն անցել է իմ համոզմամբ գուցե սխալվեմ ես արտահայտում եմ իմ կարծիքը կարծես Արգիշտի Մեխակյանը երկար ժամանակ ուներ մտածելու եւ ինչու եմ ես այսպես կարծում հարցազրույցներից մեկի ժամանակ երբ նրան հարցրին թե այ դուք ինչպես եք վերաբերում եւ մտածում եք ձեր հարցը որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն շարունակելու է իր հարձակումը եւ երբ ընտրությունները ավարտվեն եկեղեցու վրա գրոհ է տեղի ունենալու Արգիշտի Մեխակյանի պատասխանը ապշեցուցիչ էր նա ասաց ես ոչ մի գործողությունների մեջ դեռևս ներքվաշված բառը չէ որևէ գործողությունների դեռևս չեմ մասնակցում այդ դեռևս դեռ բառը դա շատ վտանգավոր բառ էր այսինքն ինքը հրաշալի հասկանում է ձեր ասած սցենարը որ եթե հաջողվի ես համոզված եմ որ դա չի հաջողվի այդպես ինքը կմասնակցի արշավին եկեղեցու դեմ կարող է լինել այդ սցենարը եւ ինքը դեռ չի որոշել արշավ այսինքն հայ առաքելական եկեղեցու դեմ բայց ոնց որ հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ մոնղոլ թաթարներն ու թուրքերն են չէ արել Տիկին Դիլբարյան այսինքն ինքը այդպես Հայաստանի հայ ժողովրդի գոյաբանական թշնամիները զավթիչները եւ մարդասպանները որևէ իրեն հարգող անգամ քաղաքական ուժ եկեք հիշենք որ հիտլերյան Գերմանիան լինելով հրեաների եւ սլավոնների ցեղասպանություն իրականացնող համակենտրոնացման ճամբարներ բացող այսպես պետություն որևէ տեղ չէր հարձակվում եկեղեցիների վրա եւ դե Ալեքսանդր Մակեդոնացու մասին էլ չենք խոսում ցանկացած ես հասկանում եմ նրանք իհարկե շատ խորամանկ իրենց կարծիքով մարտավարություն են որդեգրել որ մեր թիրախը եկեղեցին չէ այսինքն մենք ընդունում ենք եւ ես կարծում Ալեն Սիմոնյանի այդ ամբողջ այցը այն էր որ տեսեք մենք եւս բարեպաշտ հայեր ենք մենք ընդունում ենք առաքելական եկեղեցին բայց ինչպես ընկալվեց դա այդ կապիկությունը գալիս գիտեք ես այսպես ասեմ ես անպայման այստեղ գալիս ուզում եի իմ խոսքը ուղղել շատ հարգարժան Սիոն Սրբազանի ճիշտ է շատ ես ամենայն հարգանքով եմ վերաբերում հայ առաքելական եկեղեցու բոլոր սպասավորներին եւ կարդացի նաեւ նրանց բացատրությունը որ ինքը որպես Արմավիրի թեմի այսպես առաջնորդ մասնակցում է բոլոր միջոցառումներին գիտեք ես ասեմ ես կարծում եմ որ պետք է մասնակցել եւ ընդհանրապես իմ համոզմամբ շատ պատեհ ժամանակ էր Ալեն Սիմոնյանի հետ քննարկելու կարևոր հարցեր այսինքն ես ինքս հիմա մի հարց ունեմ Սիոն Սրբազանին արդյոք ինքը ներկայացրել է իրենց դիրքորոշումը Միքայել Սրբազանի հետ տեղի ունեցած այս բացարձակ ապօրինի դատավարության կապակցությամբ հրաշալի եզակի առիթ էր խորհրդարանական հանրապետության ղեկավար Ալեն Սիմոնյանը գնացել մոմ էր վառում եւ Աստծուց բայց ինքն Սիոն Սրբազանին հանդիպեց Սիոն Սրբազանը գնացել էր բան մասնակցելու դե բայց Սիոն Սրբազանը այնտեղ մարդկանց էր չի ուղարկել ինքը թեմի առաջնորդն էր ինքը Սրբազան էր իրենք քննարկել էին ես չգիտեմ վեհապարը դա քննարկել էր որ եզակի առիթ է մոտենալ եւ քննարկել
ես ընդհանրապես միշտ հանդիպումներին կողմ եմ։ Պետք է այո հանդիպել, ես հիմա այլ եմ գտնում, որ մենք պետք է հանդիպենք իշխանության ներկայացուցիչների։ Դուք կարծում եք Ալենը իրենց ինչ որ բան է ներկայացնում, ինչ որ հարց լուծի, ինչ որ հարց քննարկի։ Այս հանրապետության ազգային ժողովի նախագահն է։ Այսօր իրան կնոկայով, այսօր SMS-ով, որ ես SMS-ով եմ, ղեկավարում։ Դա ուրիշ բան։ Մենք պետք է թույլ տանք, որ իրենք ապրեն հարմար գոտում եւ իրենց չտանք բացասական հարցեր, ոչ, եւ դրանք այն հարցերն են, որոնք այսօր գերկարևոր են։ Թող Սիոն Սրբազանը մոտենար Եվ ինքը չէր կարող այնտեղ բազմաթիվ մարդիկ կային, էլ որտեղ, եթե ոչ մայր տաճարում, դուք կարծում եք դեռ պետք էր բարձրացնել Միքայել Աջապահյանի եկեղեցու դեմ այդ ամբողջ զարհուրելի արշավի կասեցման հրամայական։ Տիկին Դիլբարյան, դուք կարծում եք, որ Նիկոլը դեռ տեղ է թողել, ինչ որ հարցեր տալու։ Սրբազան է փակում, արշավ է սկսում, միշտ էլ պետք է։ կաթողիկոսի դեմ իրենք պետք է վատը զգան։ Եվ ես նկատել եմ ճիշտ ուղղված հարցերից իրենք սկսում են վատը զգալ, ինչ որ քայլեր կատարել։ Հիմա տարբեր մեկնաբանություններ են գրում, որ իշխանությունը ինչպես են ձևակերպել թերթերում տարբեր վերլուծաբաններ նշում են, իբր քայլեր է արել ընդառաջ Վեհարանին, եւ Վեհարանը, չգիտեմ, ընդունել է դա, իրենք գնում են ինչ որ հարաբերությունների կանոնակարգման։ Իսկ ես մտածում եմ Էջմիածնի ընտրություններից առաջ գուցե թե մշակել են հատուկ մարտավարություն, որ մենք այդպես եկեղեցու դեմ չենք պատրաստում, թմբիրի մեջ գցել։ Բայց չէ որ հենց այդ նույն օրը երեք այն հայտնի օհանավանքի այո, մի հատ խնդրում եմ դրա մասին տվել, որպիսի Էջմիածնի Մայրաթորի կողմից նշանակված քահանա արարողություն անի եւ մտնի եկեղեցի եւ օժանդակությամբ ոստիկանության զորքերի օժանդակությամբ մտցրել է եկեղեցի պատկերացնում եք զանգահարես ոստիկանություն հայ առաքելական եկեղեցու Մայրաթորի կողմից ներկայացված քահանայի դեմ սպառնալիքներ Տիկին Դիլբարյան, տեսնում եք իրենք ամեն նա ով որ ճանապարհ է գնում Նիկոլի հետ եւ նրանց միջոցով կասեցնես մարդու Դուք տեսնում եք ով ճանապարհ է գնում Նիկոլի հետ ծայրից ծայր պիղծ է Անկամ այս հոգեվորականը պիղծ դու եկեղեցու վրա տանես ոստիկանություն Խնդրեմ եւ այս պատկերում կարելի է մտածել որ իշխանությունը հետ քայլ է արել Իշխանության հետ քայլը այն կլիներ, որ ես շատ ուրախ կլինեի, անկեղծ ասեմ, որ Ալեն Սիմոնյանը այդ մոմ վառելուց հետո ասել, որ մենք սխալվեցինք, չգիտեմ, այդպես ճիշտ չէր, ինչպես կարելի խոսք արտահայտելու համար, չէ որ իրենք նույն Ալեն Սիմոնյանը բազմաթիվ մարդկանց վիրավորել է։ Ամենաանդաստիրակ մարդկանցից մեկն է, ամենաանդաստիրակ չի թքել, չի ասել թևը բռնեք թքեմ, չի ասել քաղաքական տրեապկա, չգիտեմ ինչ էր ասում Իսկ ինչ է արել Միքայել Աջապահյանը, արտահայտել է իր կարծիքը, ընդ որում բաց, ձեր իսկ դատախազությունը դրանից մոտ 1 տարի առաջ նշել էր, որ դա կոչ չի, ես իբրև լեզվաբան վերլուծել եմ շարահյուսական կառույցներով, ձևաբանական բառերով, ամբողջ կոնտենտով, բռնության կոչ չի արել Միքայել Սրբազանը, իր զայրույթն է արտահայտել, ընդ որում իր անկեղծ զայրույթը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև նախորդ նախագահների, բոլորի ժողովրդի, հասարակության, բոլորս նրան լսել ենք, այդ մարդը ինչու պետք է դատապարտի։ Ազատ խոսք արտահայտելու համար, ես ամեն անգամ այստեղ գալիս հիշեցնում եմ ժողովրդավարության անկյունակարային խոսքը, եւ դա միայն Դիդրոյին է չի, մարդու իրավունքներում դրված, խոսքի ազատությունը Սրբազան է, դուք իրավունք չունեք հոգևորականին, Աստծո մարդուն, անգամ շարքային մարդուն, ինչպես նշեցիք, Ալեք, մարդ է սովորական, ծաղրական, իսկ դուք որ ամեն օր բոլորին ծաղրում եք, դուք էլ օրինակ եք բերում, Մակրոնի վերաբերմամբ ինչ ծաղրապատկերներ ասես տարածում են, Թրամփի վերաբերյալ, դրանից առաջ Բայդենի, Անգլիայի թագուհու վերաբերյալ, սա ինչքան կարելի է մարդկանց, չգիտեմ, ծաղրի հեգնանքի համար տանել նրանց կալանքի ենթարկել, այն էլ ոչ միայն քրեական գործ, կալանք, հետո քրեական, հետո էլ 2 տարվա պատիժ Եվ ես ասեմ, բոլորին իրենցը պետք է հիշեցնել, Ալեն Սիմոնյանին, իրենը, Արմինե Մելիքսեցյանին, իրենը, դատախազ մեղադրողին իրենը, գիտեք մեզ, ինձ էլ են շատ հաճախ ասում, դե ինչ անենք Նիկոլ Փաշինյանն է հրահանգել իրենք մինչ մեղավոր են, ոչ, Նիկոլ Փաշինյանի հրահանգները այդպես հանգիստ չեն կատարվի և ինքն էլ գուցե պակաս մեղքեր կունենար, եթե նրան ընդդիմանային,
ասեին, որ այս ինչ ես անում, ում վրա ես ձեռք բարձրացնում, ինչի վրա ես ձեռք բարձրացնում։ Հիմա այդ իր կապիկությունը անցավ, ինչ որ օգուտ տվեց, ասենք Ալենը գնացել էր այնտեղ, որ իբր թե ես բան եմ էլի, դուք ու ձեր պիղծ կյանքով, ձեր անցյալով, ձեր ներկայով որ նրա առաջ դրա համար ես ամենայն Սիոն Սրբազանն էլ ասում է, որ ինքը Մեխակյանի հետ գնացել է, որովհետև բոլոր միջոցառումներին մասնակցում։ Հիմա ինքը պարտավոր է բոլոր տեխնացուների հետ գնալ այդ հուշարձանի մոտ, իմ համոզմամբ, դնել ծաղիկներ, որպեսզի ցույց տա իր հավասար Չէ, դա մի կողմից, բայց բոլորը բան են, ցեղասպանության բերած ուժի ներկայացուցիչ են, Արցախ ծախող ուժի ներկայացուցիչ են։ Ես մարդը ԿՊ-ի հետ է գնացել։ Եթե ինքը խտրականություն չի դնում, ինքը գտնում է, որ ինքը հոգևոր հողի է։ Բայց դա քիչ է որ անի, դե ներողություն խնդրի, ասի սխալվել եմ։ Չէ, ինքը դե ասի սխալվել եմ, ներողություն։ Երբ դուք գնացիք Արգիշտի Մեխակյանի հետ ամենայն հարգանքով, Սրբազան, նրան հարցրիք, իսկ դուք հիմա անհանգստանում եք, ինչպես են Արցախի մեր ցեղասպանված բնակիչները նրանց հարցերի լուծման մասին, ինչու մինչ այս պահը թերացել է, $12,000 էր զում տանը նստացնում են, հետնել ասում են 12,000 բարձրացրել ենք այդ հարցերը, հանդիպենք բոլորի հետ, բայց հանդիպենք անկեղծ օրակարգով, հետո էլ այդ հաղորդագրության մեջ, որ տարածել էր Սրբազանը, ինքը եթե բարձրացրել էր այդ հարցերը, կարող էր նշել, ես էլ Արգիշտի Մեխակյանին ասացի, որ մենք նախ պետք է օրինական ընտրություններ կայացնենք եւ առաջնորդվենք Աստծո պատվիրաններով։ Մի խափեր շրթամքով, մի շնանար, մի գողանար։ Տիկին Դիլբարյան, ուզում եմ այս հարցին էլ անդրադառնանք, տեսեք, դուք բացատրություն ունեք, գործարար, շատ հայտնի գործարար, Աշոտ Արսենյան, Ջերմու գրուպի հիմնադիրներից է եղել, կարողացել այսպես շատ հաջող բիզնես ծավալել, հայտնի է Չիչակցել հանրապետական կուսակցության անդամ է եղել երկար ժամանակ, Սերժ Սարգսյանի ընկերը, բարեկամը, անգամ 21 թվականին, երբ որ նստած էր այդ հավաքի ժամանակ, նախընտրական փուլում, որպես հանրապետական կուսակցության ներկայացուցիչ հենց այնտեղ, Սերժ Սարգսյանն ասում է, որ հաջորդ քայլը լինելու է, որ Ջերմուկի բարձունքին բերելու է նստացնելու է թուրքերի, դա այս մարդը, այս էլ իր որդին է, որ դե պարզ է հայրենիքն այո եկել է ինչ որ բանի մարդը հաստատ չգիտեմ քանի միլիոններ ունի այ գեցեք այո այս ամեն ինչ ունի եւ ցեղասպանություն իրականացնելուց հետո Արցախի կեսը հանձնելուց հետո 5000 զոհ 13000 զոհ այս ամեն ինչից հետո այս մարդը որդին հա ես դες ասեմ որ այս ընթացքում նաեւ բիզնես ճոխ բիզնես ծավալելու հնարավորություն է իրեն տրված շենքերը կառուցում թաղամասեր այսինքն այլ տեղերում միլիոններ միլիարդներ աշխատելու հնարավորություն այո Այդ հնարավորությունը ինքը իհարկե տենց շատ գեղեցիկ հարկը ասում են, մամուլում էր գրված հարկաբաժիններ են նվիրում Սուրեն Պապիկյանին, օրինակ ինչի համար են, որ ցես մոխրացան, հա, բանի մեջ կառույցում այդ զինվորները դրա համար։ Այս Սուրեն Պապիկյանին ու ժամանակ որ այդ բարձունքները ամբողջությամբ հանձնվեցին, Ջերմուկից հանձնվեց, երևի դրա համար է, պարգևավճար է տալիս այս մարդը։ Հետո այս հենց այդ նույն ժամանակահատվածում սա ԿՊ-ական է դառնում, ԿՊ-ի քաղաքապետ ղեկավարումը ԿՊ-ին ձայն էր, պատկերացնում եք, հիմա էլ մարզպետ է դարձել այս որդին եւ ասում է, ում ապուշի տեղ դրել, ասում է որդին, ասում է, հա, որ խաղաղության բանը թուղթելնի Ջերմուկի բարձունքից, իբր թե թուրքերը կգնան, այ տղա ջան, 1000 անգամ ասեց, հեսա Գեղարքունիքի սա բաները տալիս ենք, հետ ենք քաշվելու, որտեղ են հետ քաշվել, ուր են գերիները։ Միշտ իրենց հարստությունը ավելի գերակա են համարում, քան հայրենիքը։ Մեր ազգի դժբախտությունը դրա մասին նաև իր հայրական տունը այնտեղ է, այնտեղ հյուրանոց չկա, այդ կրակի տակ է, դու թուրքին այս տղան, թուրքին բերեն նստացել այդ բարձունքին։ Շինարարությունն է ծավալում։ Հաշվալ կարել է, այստեղ արդեն շատ է։ Այստեղ արդեն ռիսկային գոտի է, դուրս է գալիս, հիմա պետք է նոր իշխանությունների հետ լավ լինել, որպեսզի նոր շինարարություն։ Տիկին Դիլբարյան, մի օրինակ բերեմ։ Անհայրենիք լինել։ Հովիկ Աբրահամյանի օրինակը բերեմ, որդին հրաշալի հարաբերություններ ասում են մամուլում, գրում են ունի ԿՊ-ի հետ։ Տեսեք ինչ օրն է գցել Հովիկ Աբրահամյանը, տունը խլեց, ամբողջ կարողությունը խլեց։ Այսինքն դուք ում հետ եք գնում ինչ որ բան պայմանավորվելու։ Դուք չգիտեք հաջորդին ձեր հարցերն ա լուծելու Նիկոլը։ Գիտեք, երբ մարդու մեջ չկա այդ հայրենիքի զգացողությունը եւ կա միայն փողի եւ անձնական բարեկեցության զգացողությունը, այդ մարդիկ ծառայում են մամոնային։ Եվ իրենք դրա դասական օրինակն են։
եւ իրենց անընդհատ բավարար չէ, իրենք մի բանը կկորցնեն, հիմա կհաջողանան նոր իշխանություններ։ Ես ես ասեմ, հիմա իշխանությունները փոխվեն, իրենք կփորձեն նոր իշխանություններին գնալ իրենց ծառայությունները առաջարկել։ Այսինքն բայց կարող թուրքերը կան, բայց այդ դեպքում ինչ կլինի։ Ինչ իմաստ, գուցե թուրքերին գնան առաջարկեն։ Դու գիտեք, չէ, ես քանի որ իրենց միջավայրում շատ շատերին Տիկին Դիլբարյան, շատ շատերին անձամբ գիտեմ, շփվել եմ նախկինում ոմանց հետ հիմա ես շատ լավ գիտեմ, ասենք իրենք իբր նենց արժանապատվությունը, դե թող մի տղա, դե թող մեկը իրանց հասցեին մի բան ասի, դե թող կգնան 10 թիկնապահ ուղարկեն Հա, կծեծել կտամ, չէ։ Չէ, ծեծել կտան, կհայհոյեն, կնստեն տղանով, սրա նրա պատվից կխոսեն, չգիտեմ ինչ կանեն, հա, այս ամեն ինչը կանեն, բայց որ բերել են իրանց բարձունքին թուրքերին նստացրել են, 5000 են, այդ ոչինչ։ Դա ոչ։ Այդտեղ չկա արժանապատվություն։ Այս կեցվածքը ընդունեն իրանց արժանապատվությունը նրանք անհայրենիք մարդիկ են։ Հա։ Նրանց հայրենիք։ Չուզեմ հասկանամ, չկա այդտեղ արժանապատվություն։ Չէ, այդ մարդիկ չունեն արժանապատվություն։ Արժանապատվություն ունեն այն մարդիկ, ովքեր ունեն հայրենիք։ Այն հիշում եք Մարիամ ինչ էր Գյումրիում այդ որ տեխնացիոնը դրել էր բանից Մարտուն Գրիգորյանը որ ասում էին բանը վիրավորված է 30 տարի առաջ ինչ որ հարց ա եղել Վարդան Ղուկասյանի հետ բա հարց չկար այդ 5000 զոհի որ 5000 զոհ են տվել այդտեղ դուք այտենց տղերք չեք այտենց արժանապատվություն չունեք Գրիգորյանը եկավ պաշտպանեց Վարդան Ղուկասյանին Եկեք զուգահեռ չանցկացնենք, որովհետեւ Հա, կեց է, վերջում կեց է, ճիշտ եք, ճիշտ է։ Հետո ինքը մտածեց։ Այո, կեց է։ Եվ հասկացավ, որ կան շատ ավելի վեր բաներ, որը հայրենիք։ Այնուամենայնիվ ինքը վերջում շատ ճիշտ որոշում կայացրեց։ Ձեր ասած մարդիկ հայրենիք չունեն։ Իրենք անգամ նրանք, ովքեր Արցախի բացարձակ հայաթափումից եւ ցեղասպանությունից հետո շարունակում են պաշտոններ ստանալ այս իշխանությունից Նրանք ինձ համար դասական, անհայրենիք, դրամապաշտների եւ անձնապաշտների մի շերտ են, որը շատ վտանգավոր է եւ մեր ազգի, այսպես ասենք, ձախորդությունների պատճառը բոլոր դարերում եղել են նման մարդիկ, որոնք ոչ թե հարուստ մարդիկ են։ Ասեմ իրենց պատասխան, դե մեզանից ի՞նչ է կախված, մեզանից բան կախված չի։ Ոչ, կգցեն երկրորդ նախագահի գրպանը, երրորդ նախագահի, թող իրենք անեն, բա իրարից որտեղ է հիմա ասի իրենից բան կախված։ Ռուբեն Վարդանյանը, այո, կախված է, բոլորից էլ կախված է։ Այդ գիտեք ով հասկացավ իրենից բանա կախված։ Ռուբեն Վարդանյանը հասկացավ որ իրենից բանա կախված։ Գնաց Արցախ, իր կյանքը ամեն ինչը ներդրեց, որ փրկի Արցախի այդ վերջին ծվենները, հիմա էլ գտնվում է Բաքվի բանտում, ենթարկվում խոշտանգումների եւ Ադրբեջանը արդեն միջազգային կառույցներով կարող է դա շատ վտանգավոր նախադեպ է։ Ես ձեզ ասեմ, անձանց այսպես կամայական կալանավորման գծով հանձնախումբը, ՄԱԿ-ը բազմացիվ այդպիսի հանձնախմբեր ունի եւ Ադրբեջանը իր խավիարային կեղտոտ փողերը լվանալու այդ լվացքատան Ալիևյան լվացքատան գումարներով արդեն այնտեղ գտել է այդ յուտ խնդրեմ տեսեք այս տիկնոջը այդ Յուտկիվսկան Հաննա Յուտկիվսկան որը ծառայություններ է մատուցում Ադրբեջանի նավթային ընկերություն Սոքարին եւ ինքը միաժամանակ եվրոպական դատարանում մարդու իրավունքներ է պաշտպանում եւ այդ հանձնախմբի փորձագիտական եզրակացությունն է ղեկավարել եւ այս թվականի փետրվարին նրանք եզրակացություն են տվել որ պարզվում է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը կամայական չէր Այսինքն նրանք պաշտպանել են Ադրբեջանին, որ այստեղ հիմքեր կան։ Եվ դուք պատկերացնում եք, ՄԱԿ-ում ինչպես է այդ եզրակացությունը մտնում է, սկսում է հիմք դառնալ մյուսների համար։ Ստեղծվել է նախադեպ եւ դրա հիման վրա նրանք շուտով նոր եզրակացություններ կտան, արդեն Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Բաբայանի ու մնացած բոլորի վերաբերյալ եւ Ալիևը կարողանա փաստաթղթավորել իր սև ապօրինի գործը դարձնել այսպես ասած իբրև սպիտակ եւ միջազգային փաստերով ապացուցել որ բանտում գտնվում են ոչ թե Արցախի հայ բնիկ հայ ժողովրդի ազգային ինքնորոշման համար պայքարած եւ Արցախի հանրապետությունը հռչակած ազգային գործիչներ այլ ինչ որ ահաբեկիչներ Սա այդ ահաբեկիչներին դատելու սոսկալի պատի բարձրացման առաջին քարն է եւ ինչ է
անում Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ում ներկայացուցիչը, ինչ է անում Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը, արդարադատության նախարարը, ոչինչ։ Դրա փոխարեն միջազգային դատանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որ գիտենք նաև ցուցակը կազմեց Արցախում տեղի ունեցող ցեղասպանության եւ այնտեղ ընդգրկեց Ալիևին իր ամբողջ հանցախմբով, այդ մարդը բացահայտել է, որ Յուտկիսկան թաքցրել է իր կենսագրությունը, իսկ ՄԱԿ-ի կանոնագրքով, երբ կա շահերի բախում, դու իրավունք չունես լինել այդ հանձնախմբում։ Դու ինչպես ես դա ղեկավարում, դու ինչ եւ նրա ամուսինն էլ ադրբեջանական ցակման ինչ որ ուկրաինական քաղաքական գործիչ է, որը ամբաստանվում է կոռուպցիայի մեջ եւ մեր 44-օրյա պատերազմի ժամանակ քանիցս Ուկրաինայում հրապարակային ելույթներ է ունեցել, պաշտպանելով Ալիևի զավթողական ըստ էության ցեղասպան քաղաքականությունը, ընդդեմ ինքնորոշված իր ինքնորոշման իրավունքը իրականացրած Արցախի ժողովրդի։ Եվ հիմա նրանք նստել լռում են եւ արդարադատությունը պաշտպանելու պահանջը մնացել է միայն Օկամպոյի ուսերին։ Այդ Յուտկիսկան ինչի մասին է մտածում։ Մենք հիմա պետք է առաջինը պահանջենք հետևելով Օկամպոյին, որպիսի այդ եզրակացությունը չեղյալ հայտարարի, որովհետեւ այնտեղ շահերի ակնհայտ բախում կա։ Այս տիկինը չի կարող մարդու իրավունքները պաշտպանել, որովհետև ինքը ադրբեջանական այդ փողերի լվացման սխեմաների մասնակից է, այդ լվացքատան մեծագույն Ալիևյան, քանի անգամ են Ալիևին ամբողջ աշխարհում ճանաչել որպես թիվ 1 կոռուպցիոներ, այդ ամբողջ կոռուպցիոն սկանդալները նաև Սոկարի հետ կապված, այս կինը դրանք լվանում է եւ ինքը նաև կարող է լինել ՄԱԿ-ում, պատկերացնում եք, փորձագետ մարդու իրավունքների պաշտպան։ Եվ մենք լռում ենք, ինչ է մեզ էլ է ձեռ տալիս, հա, որ այդ բարձրացվի այդ պատը եւ փաստորեն ապացուցեն, որ Բաքվում գտնվում են ոչ թե անմեղ հայ գործիչներ ազգային, որոնք իրականացրել են ազգերի ինքնորոշման սկզբունքը եւ սկսել են հենց Ռուբեն Վարդանյանից։ Հրաշալի իմանալով, որ դա այսպես օղակ է, այդպես կգնա, եթե Ռուբենի պարագայում հաջողեն, այսպես կբարձրացնեն եւ ամբողջ Հայաստանը եւ հայ ժողովրդի բոլոր ներկայացուցիչներին իդեպ կհրճակեն որպես ահաբեկիչներ եւ մեր ազգային ազատագրական ինքնորոշման համար օրինական պայքարը կներկայացնեն որպես ահաբեկչություն։ Ցեղասպանը մեզ դարձնում է ահաբեկիչ եւ մենք լռում ենք։ Ես կարծում եմ, որ մենք պետք է միասին շարժումը դրա վերաբերյալ հայտարարություն է անելու, չի կարելի լռել, հասկանում եք, ուրիշ մենք այնպիսի սարսափելի բաներ ենք լռությամբ կուլ տալիս։ Միքայել Աջապահյանին, Ապորինի կալանավորեցին, դատապարտել են 2 տարվա։ Ռուբեն Վարդանյանին այդպիսի կոռումպացված, կասկածելի կապերում ներքաշված տիկինը ՄԱԿ-ի անունից, հասկանում եք, Յուտկիսկան իր անունից չի գրել այդ եզրակացությունը։ Դա ՄԱԿ-ի անձանց կամայական կալանավորման ու լռություն մեր կողմից, լռություն։ Մենք չգիտենք, տեսեք ինչ է անում Նեթանյանը, Իսրայելի ժողովուրդը ինչ է անում։ Իսրայելում մարդիկ հազարներով դուրս են գալիս գերիների համար, իրենց գերիների ազատությունը։ Իսկ մենք գերիներ ունենք եւ ներսում, եւ դրսում։ Դա սարսափելի ողբերգություն է, ու ոչինչ չեն անում։ Ես պարզապես պահանջում եմ այդ մարդիկ մեր արդարադատության նախարարությունում, ՄԱԿ-ում, արտգործնախարարությունում, վարչապետի մակարդակով ամբողջ օրը Բրյուսելներում է եվրոպական Բերանը բացած առավոտն էլ հեծանիվ էր վարում։ Հիմար ընդ նստած չգիտեմ ինչ հարցեր են գնալու, երկիրը կտրում տանում են, ինքը հեծանիվ ավանանում։ Ամեն պետության վարչապետ իր իշխանությունը ստացել է ժողովրդից եւ պարտավոր է պաշտպանել ժողովրդին։ Իսկ ովքեր են ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Մեր քաղաքացիական հասարակությունը պետք է ոտքի ելնի։ Մենք իրավունք չունենք լռելու, մտածենք, որ վայ դե պարզ է Փաշինյանն է, ինքը չի անի։ Ինչ է նշանակում չի անի։ Դուք ելեք այ ասում եք, մեզանից ամեն մեկից բան է կախված։ Ամեն մեկս, եթե մեր տեղում կանգնենք եւ պահանջենք, որպիսի պաշտոնյաները կատարեն իրենց իրավականորեն ձևակերպված պարտականությունները Սրբազանի համար 2000 Սամվել Կարապետյանի համար 1000 հոգի մյուսի 500 հոգի այո տարօրինակ ինչ որ մտքեր են արտահայտում Ո՞ն է երկու սրբազանները ծայրահեղ հիվանդ վիճակում են գիտեք երկուսի ինչ խնդիր է լռություն է փաստաբանների կողմից Եվ հետո այնպեսի իմաստուն տեսքով ասում են
Ոչ, մենք գիտենք, որ այսպես է լինելու։ Իսկ եթե գիտեիք, ինչու թույլ տվեցիք դա։ Արմեն Գրիգորյանի փաստաբաններն էլ գիտեին։ Տեսանք ինչ եղավ։ Հա չի դա սարսափելի։ Չէ, հիմա դուք չգիտեք, որ Միքայել Սրբազանը ինչ վիճակում է։ Ասենք Միքայել Սրբազանը չի ուզում բարձրաձայնի, հետո մենք պիտի լռենք, փաստաբանները պիտի լռեն։ Ես չեմ ասում, մենք գիտենք, որ պարզենք, դիմանում ենք թուրքերին։ Հետո էլ բարձի, որ Արմինե Մելիքսեթյանը ոչինչ թող ծորի փաստաբանական չի Պալատի ակադեմիա, բայց ինչու, եթե մի մարդ, որը իր դատավորի սրբազան պարտականությունը անպատշաճ է իրականացնում, անհիմն դատավճիռներ է իրականացնում, որի դեմ դուք եք հանդես եկել։ Այդ մարդը ինչ հիմա հիմք է պատրաստում, որ հետո բայց հանդես են եկել, առաջին օրից ասում են մեկը 2 տարի պիտի տան, մեկը 2 տարի ինչպես կարելի։ Ես չգիտեմ։ Նրանք չեն կարող դատապարտել։ Միքայել Աջապահյանը ոչ մի կոչ չի արել։ Դա բացարձակ անհիմն դատավճիռ է։ Նա ըստերության դառնում է խղճի բանտարկյալ։ Այո։ Խղճի բանտարկյալ է, դուք պատկերացնում եք հոգևորականը։ Ամբողջ աշխարհի երևի քրեա դատավարական իրավունքի պատմության մեջ այդպիսի դեպք չի եղել, որ Արքեպիսկոպոսին ձերբակալեն կարծիք հայտնելու համար։ Վահան ասեց, երկրորդ նախագահն ասեց, էլի Նիկոլի հույսը դրելա Ալիևի խղճի վրա, Ալիևի խղճը որն էր 10 երեխայի գլխատել, Սաֆարովին գլխատածին հերոսի կոչում տալ, 5 կանանց մասնատել, ծեր մարդուն գլխատել, 500 հոգու պայթեցնել այդ խղճի վրա։ Հիմա դուք եք հիմա դուք եք գնացել եք այս բանը դահիճ բանի դատավորի խղճի վրա, թե դատախազների խղճի վրա, ինչի վրա եք հույս դրել։ Եվ ես ձեզ ասեմ, իրականում դատարանում պետք է ոչ թե խիղճ լինի, այլ արդարադատություն։ Արդարադատությունը ուղղակի պարտավորություն է։ Բայց իրանք ասեն, մենք չենք կարող անարդարության դեմ անարդարության, բա ոնց եք կարող։ Բա ինչ եք, բա ինչպես։ Աստվածաշունչն ասում է ակննդական, ատամննդատաման։ Եվ հետո ինչպես կարող է փաստաբան դառնալ մի մարդ, որը որպես դատավոր խոր կասկածներ կան իր դատավճիռների հետ կապված։ Չէ, հետո ինչի չեն խոսում առողջական վիճակի մասին, Տիկին Դիլբարյան, ձեզ համար հասկանալի է։ Ենթադրենք չուզում Աջապահյան։ Լուրջ, չեմ ուզում ասեն ինչ ծայրահեղ լուրջ հիվանդություն ունի, ասենք, ինչ չեք խոսում դրա։ Մարդուն թույլ տվեցին։ Եթե մի քիչ էլ կանգնեինք, իրեն չէին կարող։ Այո։ Ինչ էր արել Սրբազանը, որ իրեն է։ Հետո հապշտապ ինչ որ դիմում կարդացին, իբր ինքը չի ուզում։ Գնացել ինչեր էին ասել։ Այո։ Իսկ գուցե ինքը ուզում էր առաջնորդել մարդկանց, ոչ թե դեպի իշխանություն։ Պարզ է մեղա Աստված, Միքայել Աջապահյանի համար, Սրբազանի համար չկա իշխանություն։ Արդարության համար պայքարն էր գուցե ինքը ուզում առաջնորդել։ Իսկ ինչու չպետք է։ Ինչու չի կարելի առաջնորդել արդարության համար պայքարը։ Մենք պատասխաններ ենք ուզում ազատագրվելու։ Ազատագրվում է, դա արդար ազատագրում է։ Դա հո բարակ բան չէր, որին ազատ արձակեցին ինքը հանցագործեր ներողամիտ լինելով եւ Հիսուսին տարան խաչեցին Գողգոթայով։ Հիմա Գողգոթայում են մեր Բաքվում բոլոր գտնվողները եւ մենք էլ լռում ենք, որ Ադրբեջանը գնացել է գնում է եւ կառավարում է ՄԱԿ-ը։ Սա է բերանկարած հանձնում է, ոչ մի ծրտում։ Կառավարում են այնտեղ հանձնախմբերը, կասկածելի կենսագրությամբ շահերի բախումներ ունեցող մարդիկ եզրակացություններ են գրում, որ ձեր բակալումը կամայական չէ։ Պարզվում է հիմնավոր էր։ Հիմա շուտով բոլորի վերաբերյալ, եթե մենք այս նախադեպի դեմ չպայքարենք, չսկսենք Ռուբեն Վարդանյանի այսպես ձերբակալության վերաբերյալ այս եզրակացությունն էլ չեմ կարող համարել, Ալիևի կողմից գնված փաստաթղթի դեմ չպայքարենք, հետո մնացածների հանդեպ նման փաստաթղթեր են ստեղծելու եւ հիմք են իրենց սև գործերը փորձելու են ճերմակեցնել։ Մենք չպետք է դա արդարադատության համար պայքար է։ Չի կարելի մտածել, որ մեզանից ոչինչ կախված չէ։ Դու դուրս արի փողոց, ինչպես անում են Իսրայելում, ինչպես Եվրոպայում մարդիկ ընդդեմ Նեթանյահուի դուրս են գալիս փողոց։ Դու պետք է ձայն բարձրացնես։ Եթե դու մարդ ես, Կարապետյանի մասին էլ մոռացել պատմած է, ցան մասին էի խոսում։ Ամեն արժանապատիվ մարդ պիտի խոսի դրա մասին, որ ոչ Սամվել Կարապետյանը, ոչ մեր հոգևոր հայրերը, ոչ այդ սովորական մարդը, որ հումորային ինչ որ ստենդափներ էր, Լիդիա Մանթաշյանը, բացարձակ անմեղ անպաշտպան կին։ Դուք ինչպես կարող եք նրանց հանձնել։ Հիշեք Անտուան դե Սենտ-Էքզյուպերի այն խոսքը, եթե դու մեկին ընտելացրել ես, դու իրավունք չունես նրա առջև։ Նրան լքելու, դու պատասխանատու ես։ Մենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պատասխանատու ենք։ Եվ գոյություն ունի անմեղության կանխավարկած։ Պետք է դադարեցնել կալանքը օգտագործել որպես մահակ, մուրճ, որը իջնում է դեմոկրատիայից է խոսում,
5 գործ այն վրա հարուցած։ Դուք էսի բան տեսեք, դուք հիշում եք նախկինում մի խմբագրի վրա, ասենք 5 գործ լինի, այդպեսի բան հիշում եք։ Բա դու խոսքի ազատությունից ես խոսում, չգիտեմ ինչից եք խոսում։ Բա դուք բոլոր մարդկանց վիրավորել եք։ Նեղացել է, ասում է, բանը Ռոստոմյանի մասին։ Հակոբ Ռոստոմյանի հայրը, ինչի համար է այդ մարդը ընդհանրապես Արա Ռոստոմյանը, նրա որդին Հակոբ Ռոստոմյանի հայրը, ինչի համար է այդ մարդը ձեր բակա, որ ինքը պաշտպանել է, ուզում է իմանալ, թե ինչ եղավ, իր որդու ընկերների, որ որդու արյունը չի ծախում դրա համար, սարսափելի։ Եվ տեսեք ինչ տեղի ունեցավ այդ Անդրանիկ Քոչարյանի, որ իրենց իսկ խմբակցության անդամներ, ինքը այդ ազգային ժողովի մշտական հանձնաժողովը աշխատեցին այդ 44 օրյա զեկույց գրեցին, որտեղ է այդ զեկույցը։ Որտեղ այդ զեկույցը։ Այո, ունակ հարմար պատեհեր, հենց էջ միացնում հարցնելու Ալեն Սիմոնյան։ Ինչու եք այդ զեկույցը ուղարկել ինչ որ փակ վայրեն։ Ինչու անգամ այդ զեկույցը, որը ընդդիմությունը չի կազմել, չէ՞, ի վերջո Անդրանիկ Քոչարյանն է կազմել։ Անդրանիկ Քոչարյանն էլ միայն մի օր ելավ հայտարարեց, որ ազգային ժողովի կանոնակարգ օրենքը ինքը չի խախտել, որ սահմանադրական այսպես իրավակարգումներ կան, որ այդ պիտի լսեն այդ եզրակացությունը իրենց եւ վերջ մի օր խոսեց, հետո չգիտեմ ինչ տեղի ունեցավ այդ մարդու հետ, զանգահարեցին նրան, չզանգահարեցին, մենք չգիտենք դրա մասին, բայց փաստը մնում է փաստ, որ այդ զեկույցը հիմա հայտնվել է այնտեղ փակ գզրոցներում, դրան չես կարող ծանոթանալ։ Եւ հաջորդ հարցը, որ թիրախավորել է ընտրված քաղաքապետին Վարդան Ղուկասյանն, ասում է ինչ կանեմ, կբռնեմ, կշպրտեմ ընտրված գնում է հետապնդում։ Օրինակ գիտեք, Տիկին Դիրբեր, որ վարչապետը կանգնի ասի, գնում են դրան շպրտեմ, սրանց տանում եմ նկուղները լցնեմ։ Հասկանում ինչի համար, ինչ է իրեն ենթադրենք իրեն այդ մտքերը հաջող չէին, դա որևէ։ Մեզ էլ հաջող չի, թե ինքը ասում է բյուջեի գումարը տուր Տիկին Դիրբերյան, ասում է բյուջեով հատկացած գումարը վիճակում հայտնվի, իբրև թե ժողովրդի սոցիալական բողոք։ Ո՞վ է թույլ տվել, դա նախատեսված է բյուջեով։ Պարզունակ պրիմիտիվ գործիք հակազմ է։ Դե իրենք խախտում են օրենքը։ Այն բանը ինչի համար հիմա Սամվել Կարապետյանի ինչու է անընդհատ նրա կալանքը երկարած ինչ գործեր են կատարվում քրեական ինչով է Սամվել Կարապետյանը մեղավոր եւ վտանգ ներկայացնում որ ինքը պետք է գտնվի կալանքի եւ անազատության մեջ մենք խոսեցինք եւ մենք էլ ինչ որ պետք է ուրախանանք որ գնդապետ Մաքսուդյանին եւ Արցախի հանրապետության երջանկանանք 12000 5 միլիոն եւ դրանք ինչու այդ 5 միլիոնը դա սարսափելի է գիտեք դա բացարձակ ողորմելի էլի բոմժը ողորմելի քայլ է էլի այդ ստորագրողը այդ որոշումը չգիտեմ ինչպես է տուն գնում հետո էլ ասում եք լռեք ինչու լռենք Մենք պետք է դատավորների, դատախազների բոլորի անունները տանք։ Միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանը չէ։ Մեղավոր են այն բոլոր մարդիկ, որոնք կուրորեն եւ մի բան էլ ավելի կատարում են նրա հրամանները։ Ինչու եթե այդ հրամանը չի համապատասխանում օրենքի տարին, ճիշտ վճիռ կայացնում։ Շատ հետաքրքիր բան է, չէ՞, ուրեմն Ռոբերտ Քոչարյանին դատող քննիչը հիմա ձերբակալված է, գիտեք։ Գակարտոցի, այո։ Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն էր, Սրբազան պայքարի գործով պաշտպաններից է։ Դա խնդրեմ։ Գիտեք, օգտագործված ձեռնոցները 20 քանի դատավորի այս մարդը հեռացրել է ու բան գործել։ Ես համոզված եմ գնացեք շարունակեք ծառայել։ Ովքեր չեն ուզեցել իրենց խղճի հետ, չի որ դուք ապրելու եք այս երկրում։ Արժանապատվություն եք ասում, մարդիկ գոնե ամոթ Դիրբարյան, այս ծառայողներին էլ է անում որ դատել են, բան դրանց էլ է դատում։ Այսինքն դուք հասկանում եք ում հետ է գործարքի գնում։ Օգտագործեց Աննա Դանիբեկյանին, Քյարամյանին, այն ներքին գործերի նախարար Աննա Դանիբեկյանին դատավոր օգտագործեց հերացրեց։ Ինչ այլուց ինչպես տեսնում եք, այո, նրանք ոչի բան էլ չստացան։ Տեկի ղեկավարների։ Ապշած եմ էլի, որ մարդիկ գնում են բայց միևնույն ժամանակ ապշած եմ թե հիմա գիտեք ինչպես նախընտրական կարգի մեջ ամեն մեկը հիմա ինչ որ մի նոր բան է ձևավորում խոսում է միասնության թևերի մասին բայց միայն իրենց ներքո ամեն մեկը կանգնում ասում է եկեք մեզ միացեք հա ինչու մեզ եկեք բոլորս միանանք ոչ թե մեզ այլ միանանք Հայաստանի Հանրապետության ազգային շահի շուրջ մեր ապօրինի կալանավորվածների Ինչու ոչ ոք մեր գերիների մա, չէ, ես սարսափելի է։ Ինչպես կարելի է կուլ տալ այդ բանը, որ ՄԱԿ-ում արդեն այդպիսի եզրակացություն։ Այդ Լուրիս Մորենո Օկամպոն պետք է զբաղվի այդ հարցերով։ Ու մենք էլ լրիվ ոչինչ չանենք, ինքը հիմա մասնավոր անձ է, մասնավոր դատախազ է։ Այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։
Կամ ինչու պետք է Լիդա Մանթաշյանը գտնվի անազատության մեջ։ Դա սարսափելի է։ Ես կարծում եմ մենք պետք է համախմբվենք ու յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ ինքը պետք է պաշտպանի օրենքն ու արդարությունը։ Ինքը պարտավորվածություն ունի։ Այո։ Բան ունի անելու եւ քիչ առաջ հնչեցրեցի, կուզենայի մեկ անգամ եւս հնչեցնել։ Քաչս հույսն է, քո իմ մայր հայրենիք, հայրս ուսն է, Հայացքը նայեք մի հատ։ մայրս լույսն է, Հողս ուսն է, ասկս որմանդանիք, հույսս լույսն է, մեր նամուսն է, կռիվ մահու կենաց, կռիվ կուդամ դամովին, արարատից արագած, մերնիմ սարերիս հովին, ուշտուր մեզի աստած, դուստուր հոգում քաջերին, արարատից արագած, մերնիմ իմ հողու ջրին։ դոնու տեղս, երազիս կտեսնիմ վարկան տեղս, հոգու տեղս, Դու տեղս, ես կեթան կհասնիմ իմ ամեն Լիդա Մանթաշյան։ Կելեմանչս, եգերտանք մրեգիր սարուլանջս, հոգու կանչս, կելե հայրս, մի բուր հողըտ կրգիր էրտանք մայրս, սրպավայրս։ Այո, ես ասեմ, հիմա դուք Մեխակյանին եք կոչանում, բայց բոլորը պիտի հասկանան, որ Արարատից արագած այս հողի համար իրենք պիտի պայքարեն։ Եթե չեն պայքարում, դա իրենց ընտրությունն է, ուրեմն թող այլևս չհպարտանան իրենց նախնիների վաստակով։ Ամեն մեկը ինքն է իր պայքարը ընտրում։ Շնորհակալություն։